Սիրելի հեռուստադիտողներ, առողջության բանաձևն է մեր եթերում եւ այսօր խոսելու ենք օձերի խայթոցի մասին։ Ամռան ամիսներին բնության գրկում հանգիստը հաճախ ուղեկցվում է նաեւ որոշակի վտանգներով, որոնցից մեկը օձերի եւ կարիճների հնարավոր խայթոցներն են։ Նման իրավիճակներում ճիշտ եւ արագ արձագանքը կարող է լինել կյանք փրկող։ Ինչպես ճանաչել օձի խայթոցի նշանները, ինչպես ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել եւ ինչ գործողություններից պետք է խուսափել։ Այս մասին այսօր կզրուցենք Հայկական Կարմիր խաչի ընկերության մասնագետ հրահանգիչ Մանե Ալավերդյանի եւ կամավոր Հասմիկի հետ։ Բարև ձեզ։ Ողջույն։ Շատ շնորհակալ ենք, որ այսօր մեր տաղավարում եք։ Ձեզանից շնորհակալ հրավերի համար։ Եվ առաջին հարցս Մանե ձեզ։ Հայաստանում հանդիպող օձերի խայթոցները որքանով են վտանգավոր եւ ինչ նշաններով կարելի է հասկանալ, որ մարդուն օձ է խայթել։ Տեսեք, ըստ գիտական փաստարկների Հայաստանում կան 21-ից 23 տեսակի օձ, որոնցից թունավորեն 4-ը, դրանք են գյուրզան, լեռնատափաստանային իժը, հայկական իժը եւ Դարիևսկու իժը, բոլորը պատկանում են իժերի ցեղատեսակների։ Ոնց տարբերենք օձը թունավոր է եղել, թե ոչ թունավոր, իրանք իրականում տարբերվում են արտաքինից, արդեն իրենց գլխի, աչքի, պոչի երկարության եւ այլնով իրանք արդեն իսկ տարբերվում են, բայց կծածի, հենց կծած հատվածի տեսանկյունից տարբերվում են, որ թունավոր օձերի խայթած հատվածը լինում է երկու խոշոր անցքով, իսկ ոչ թունավորների դեպքում իրանք մանր ատամի տեղեր են թողում վերջույթի վրա։ Այ Մանե, եթե մարդուն օձ է խայթել, ինչ պետք է անել առաջին րոպեներին, մինչև մասնագիտացված օգնության հասնելը։ Մենք քանի որ այստեղ ունենք օձի գծածի հենց տարբերակ, հիմա գործնական տարբերակով ցույց կտանք ինչ պետք է անել առաջին հերթին։ Նախ առաջինը պետք է ահազանգել շտապ օգնություն, որովհետև մեր գործողություններից հետո մասնագիտական օգնությունը հարկավոր է օձի գծածի դեպքում։ Պետք է պարտադիր հանգստացնել տուժածին, որովհետև երբ որ տուժածներին օձերը խայթում են, տուժածները միշտ լինում են խուճապի մեջ։ Իրանք կարող են ցենց հանգիստ տեղում չկանգնել, իրանք հիմնականում վազվզում են, խուճապահար են լինում, իսկ դա մեզ հակառակը ավելի խանգարելու է թե մեր գործը անելու համար եւ թե իրենց վազելուց, իրենց խուճապից, իրենց արյան շրջանառությունը արագանում է, հետեւաբար թույնը ավելի արագ է օրգանիզմում շրջանառություն իրականացնում։ Առաջին հերթին պետք է արդեն կրել պաշտպանիչ միջոցներ, այն հատվածը, որտեղ միշտ իրականում տուժածին մոտենում ենք հենց վնասված հատվածից։ Այս պարագայում մեզ պետք է, որ մեր վնասված վերջույթը լինի սրտի մակարդակից ցածր վիճակով։ Օգտագործելու ենք էլաստիկ բինտը։ Ստերիլ անձեռոցիկներ։ Տեսեք, շատ կարևոր է, որ առաջիկա 5-ից 10 րոպեների ընթացքում տվյալ հատվածի կողքից կատարվեն սեղմումներ, որպեսզի թույնը հնարավորինս հանենք օրգանիզմի մեջից եւ արյան շրջանառության միջոցով այն դուրս գա։ Առաջիկա 5-ից 10 րոպեվա ընթացքում երբ այդ սեղմումները, մերսումներն իրականացրեցինք, դրանից հետո նոր հացնում ենք արդեն վիրակապմանը։ Տեղադրում ենք ստերիլ անձեռոցիկ հենց վնասված հատվածի վրա։ Որից հետո արդեն հենց վնասված հատվածից էլաստիկով միանգամից արդեն ողակաձև վիրակապում ենք։ Շատ կարևոր է, որ վնասված վերջույթը լինի սրտի մակարդակից ցածր եւ ինքը հենց էլ մնալու է։ Բայց քանի որ տուժածը չի կարող ինքն իրեն sense ձեռքի այսքան ժամանակ ներքև վիճակում պահել, մենք իր վերջույթը նաեւ ֆիքսելու ենք, արդեն այլ գործվածքով մեր պարագայում դա եռանկյունաձև վիրակապն է, որը մենք որպես առաջին օգտող շատ ենք օգտագործում։ Արդեն վերջույթը պահում ենք սրտի մակարդակից ցածր եւ մեր վիրակապով միջին հաստության վիճակով արմունկի հատվածից կապում ենք։ Եվ այս ընթացքում շատ կարևոր է, որ տուժածին պարբերաբար տալ հեղուկներ, ջուր, որպեսզի ինքը խմի եւ վերահսկենք տուժածի վիճակը, արդեն մինչեւ մասնագիտական օգնությունը կմոտենա։ Եթե այս ընթացքում որևէ փոփոխություններ կլինեն տուժածի գիտակցության հետ կապված, ինչ որ բաների հայտ կգան, արդեն այդ օգնությունը ցուցաբերել մինչեւ մասնագետների ժամանումը։
Ես ունեմ մեկ հարց, այս շատ հաճախ շատերը փորձում են ինքնաբուժությամբ զբաղվել եւ չեն դիմում կամ ուշացնում են բժիշկին դիմելը, որը նույնպես կարող է լինել ճակատագրական։ Դրանցից ամենահաճախը, երբ որ փորձում են վերքի շրջանից արտածել այդ թույնը։ Ինչ կասեք սրա մասին։ Իրականում դա շատ սխալ է, որովհետեւ դուք այդ թույնը արտածում եք, դուք մտածում եք, մարդիկ մտածում են, որ արտածում են, հետո իրանք էլ թքում են, բայց ինչքան էլ որ այդ գործողությունը արվում է, մեկ այդ թույնը անցնում է ձեզ։ Էլի շատ տարածված սխալներ կան իրականում օծի գծածի ժամանակ, մարդիկ կողքից կտրվածքներ են անում, այրում են նշված հատվածը, կամ փորձում են լարան տեղադրել, միանգամից սառույցը սենց վերցնում դնում են, որ այտուց կամ ցավ չառաջանա, դրանք սխալ գործողություններ են եւ տուժածի վիճակը օգնելու տեղը մենք տուժածին ավելի վատ իրավիճակի մեջ ենք բերելու։ Իսկ ինչ կասեք կարիճի խայթոցների մասին, սրանք շատ են տարբերվում օծի խայթոցից։ Իրականում տարբերվում են, հատկապես Հայաստանում։ Հայաստանում հանդիպում է 3 տեսակի կարիճ՝ սև, դեղին եւ խայտափղետ։ Իրենք որպես այդպեսին մահացու չեն մարդու համար, բայց կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել։ Կարիճի գծածները հիմնականում լինում են այտուցված ու 2 ժամ հետո իրանց արդեն տրամագիծը մեծանում է, ընդդում մինչև 33 մմ-ի։ Կարծում եմ մենք էլի կարող ենք տեսնել։ Այս պարագայում մեր գործողությունը արդեն սառը թռչոց տեղադրելն է։ Առաջինը լվանում ենք վնասված հատվածը էլի հոսող ջրի տակ եւ այդ պահին արդեն եթե ձեռքի տակ կունենաք սառցե պարկ, եթե չի լինի սովորական ջրով կարող եք որևէ գործվածք թռչել կամ սառույց դնել թեկուզ գործվածքի վրա ու դնել հենց գծած հատվածի վրա։ Այս պարագայում մենք էլի ահազանգելու ենք շտապօգնություն, քանի որ տուժածի մոտ կարող է ալերգիա զարգանալ, հատկապես եթե տուժածները կարող են լինել տարեցներ, երեխաներ։ Դրա համար հնարավոր է որ կարիք լինի իրենց հակաթույն ներարկելու, հետեւաբար մենք անպայման դիմում ենք մասնագիտական օգնությանը։ Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ձեզ այս կարևոր գործնական խորհուրդների համար։ Սիրելի հեռուստատեսողներ, օծի կամ կարիճի խայթոցի դեպքում ամենակարևորը ժամանակ չկորցնելն է եւ խուսափել սխալ գործողություններից, որոնք կարող են լինել շատ ժամանակ ճակատագրական։ Շնորհակալություն հայտնենք մեր հյուրերին շատ կարևոր ինֆորմացիա եւ գործնական խորհուրդների համար եւս մեկ անգամ եւ հիշեք, որ առաջին օգնությունը կարող է փրկել կյանքեր։ Իսկ մենք շարունակում ենք մեր հաղորդումը։